Դավիթը արդեն տրամադրությունը բնականաբար լավ չէ, ես ասեցի, չէ, շատ գրագետ պայծառ տղա է, բայց ամեն դեպքում նա ընդամենը 18 տարեկան է, նոր է դարձել 18 տարեկան, չի էլ կողմնորոշվում, թե իր հետ ինչ է կատարվում, նոր ինձ հարցում է, բա հիմա ինձ ինչ են անելու, բա հիմա ինձ ուր են տանելու, չի էլ պատկերացնում ինչ պետք է լինի իր հետ, անկեղծ ես Դավիթին նայում եմ ու չգիտեի, ասում եմ, խնդրում եմ Դավիթ ջան, հույսով եմ վաղը արդեն տուն եմ գնալու, այս մի օրն էլ բալես դիմացի, անկեղծ եմ ասում, այդպես եմ իրար ճանաչել։ Քննիչները դե իրանց ասածը պնդեցին, ամենայն դեպս այն ինչը որ տեսանյութերով չէ հիմնավորվել եւ մեզ համար տեսանելի չի։ Քննիչը նշում է, որ կոնկրետ հարված ա եղել եւ հարվածը դիտել է գործադիր իշխանության ներկայացուցիչ։ Ամենայն դեպս դուք բոլորը եք տեսել այդ տեսանյութերը, բաց աղբյուրներում առկա է։ Կա դուք տեսել եք, հարված տեսել եք, հարված, որը կպել է ինչ-որ անձնավորությամբ, տեսել եք։ Մենք եւ մյուս տեսա ելիզները զննեցին, որտեղ երևում է հենց ամենասկզբից, ոնց են Դավիթին փրում, ինչից հետո է այդ ամեն ինչը առաջանում, ոնց է Դավիթը ընկնում։ Ես ասեցի նախորդի, որ անգամ Դավիթին հարվածելու հանգամանքն է փորձում